Պարոն Դադունց մի տեխնիկական բնույթի հարց ունեմ, 2-ից 4 կետում նշել եք, որ միջնորդությունը ստանալուց հետո դատավորն է ուղարկում պատասխանող միջնորդությունը դատավորն է ուղարկում պատասխանող կողմին, այս դեպքում գուցե հայցվորի վրա դրվի պատասխանատվությունը, այս էլ նայենք որպես դատավորին կամ դատարանին թոթափելու գործ էլի։ Դա էլ է տարբերակ, բայց ասեմ ինչու է այս տարբերակը ընտրվել, որովհետև միջնորդության վերաբերյալ դատարանը հրավիրում է կողմին, առաջարկում է կողմին ներկայացնել դիրքորոշում, այսինքն դատարանից է գնում այդ նախաձեռնությունը, հակառակ դեպքում եթե հայցվորը ուղարկի կամ մյուս կողմը ստացվել է զուտ դիգիտությունն է ուղարկում, բայց այս դեպքում դատարանը ասում է դու ունես 15 օր ժամանակ առարկությունը ներկայացնելու եւ նաեւ դատարանը ծանուցելու է կողմին, որ նյութերը ինձ մոտ են, կարող է գալ ծանոթանալը, հա որ առանց նյութերին ծանոթանալու, օրինակ հայցվորի հիմքում ընկած հայցադիմի հիմքում ընկած հանգամանքներին ծանոթանալու կողմը դժվար կարողանա ինչ որ ուրեմն առարկություն ներկայացնել միջնորդության վերաբերյալ, դրա համար այդ տարբերակն է ընտրվել։ Խնդրեմ, Ես ուզում եի նախագծի պրակտիկ ասպեկտին անդրադառնալ։ Իրականում սա մի նախագիծ է, որը վստահաբար նաև ողջունվելու է պատասխանողների կողմից։ Ու հենց նախաձեռնության հիմքում ընկած են եղել կողմերի ճակերտների մեջ պահանջները, որովհետև պատասխանողների համար էլ լրացուցիչ ռեսուրսի վատնում է, որ նույն փաստական հանգամանքներին պետք է անդրադառնան տարբեր վարույթների շրջանակներում, այսինքն եւ ֆինանսական ռեսուրսի ծախսա ենթադրում եւ ժամանակի ծախսա ենթադրում եւ այլն։ Այդ ամեն ինչը վերացնելուն է ուղղված այս նախագիծը եւ կարծում եմ, որ պատասխանողները իրենք պետք է կարծում եմ, չէ, վստահ եմ, որ շահագրգռված են, որ այս նախագիծը կյանքի կոչվի։ Իրականում այո, ուզում եի նշել, որ գաղափարի հետ ընդհանրապես համաձայն եմ, կողմ եմ ընդհանուր, ուղղակի մանրամասնություններն են, զուտ Տիկին Մինասյանն էլ մի հարցս տվեց, երկրորդ հարցն ես տվեցի։ Շնորհակալ եմ շատ նախագծի համար, հարակից եկուցողը կասի, բայց ես էլ եմ կոչանում կողմ քննարկել նախագծին։